Ես գիտեի, մերսի, որ կանչեցիք ես հաղորդմանը, ես ապացուցեն ինչ 5 տարի ասում եմ։ Արաքս, թաքուն կարդացել ես Էմինի հաղորդագրությունները։ Ոչ։ Սուտ է։ Հիշեցի, մի անգամ ակնոցներ էի դրել։ Գիտեք ինչ եմ կարդացել։ Էմինի ջան, հենց Արաքսը ակնոցներով սիրահետում է քեզ, նպատակը այլ է։ Դուք ձեր աշխատողին հանեք գործից։ Ձեր մեր ընտանիքը կայքայում է։ Չեմ հետևը ոչ մեկին։ Ես նվիրել եմ իրան։ Չի նվիրը, խնդրել եմ տվել։ Գիտեք ինչ կա։ Այս հանեք ես տուն եմ գնում։ Պաչեմ։ Սերիֆիկատոր, գոսպորտի եթերում։ Բարև ու բարի գալուստ սերիֆիկատոր։ Այստեղ ստի ոդկա կարճ է, մենք միևնույն է ստանալու ենք մեր հյուրերից ճիշտ պատասխանները ու ունենք դրա համար ամեն անհրաժեշտ բան։ Իրական պոլիգրաֆ սարք, ունենք հրավիրված հատուկ մասնագետ Իդեմս Վլադիմիր Ինոզեմցովի, ով կստուգի մեր հյուրերի սրտի աշխատանքը ու տարբեր հույզեր, անալիզ կանի եւ կասի նրանք ճիշտ են պատասխանել, թե ոչ։ Մենք սկսեցինք ու ես ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Գեղեցիկ, համահունչ ու շատ պոզիտիվ զույգ Արաքս եւ Էմին։ Շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, դուք շատ համարձակ եք։ Ես ուզում եմ երկու բառով ներկայացնեմ մեր հյուրերին, հա, եթե կարճ ներկայացնեմ, մեր Արաքսը դեռահասի մայր է եւ շատ գրագետ պետիկյուր անող, ճիշտ եմ, չէ՞։ Իսկ Էմինին կներկայացնեմ Արաքսի բառերով։ Մեր Էմինը սնոուբորդից եւ մոտոցիկլետից հաճախ ընկնող այթիշնիկ է։ Այսպեսի հաճելի զույգ է այսօր մեզ եկել հյուր։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր հաղորդման պայմանները։ Մենք ունենք 3 փուլ, առաջ 2 փուլերի ընթացքում ես ձեզ ուղղելու եմ հարցեր, յուրաքանչյուրից 3-ական հարց, որից հետո մենք կպարզենք դուք ճիշտ եք պատասխանել, թե ոչ։ Իսկ ահա 3-րդ փուլում հարցերը դուք տալու եք ինքներդ Իմյանց։ Մենք նախորդ խնդրել ենք մեր հյուրերին, որպեսզի նրանք պատրաստեն 3-ական հարցեր, որոնք այսքան ժամանակ միմյանց մեջ մնացել էր անպատասխան, իսկ այսօր կլինեն դրանց իրական ճիշտ պատասխանները։ Սկսենք։ Սկսեցինք։ Սկսում ենք առաջին փուլը, որը կոչվում է սրբխփոց, եւ սկսում ենք Էմինի հետ։ Էմին ջան, պատրաստ ես։ Այո։ Միայն շատ կարևոր նկատառում պատասխանելիս չեք շարժում, նայում եք առաջ, որ մեր դետեկտորը մաքսիմալ ճիշտ տա արդյունքները։ Բարի։ Սկսեցինք։ Էմին ջան, եղել է դեպք, որ քեզ գնահատված չզգաս Արաքսի կողմից։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է, պատասխանը անկեղծ է։ Իհարկե։ Ոնց կարող էր այլ պատասխան լինել։ Էմին ջան։ Միանշանակ։ Գիտեք Էմինի բախտը ինչքան է բերել։ Կա ամեն օր թե զգում է։ Մաշկիս վրա եմ զգում։ Հենց հիմա մաշկիս վրա զգում եմ։ Չել կարա քրտնի անգամ։ Դե, քանի որ արդեն լավ ենք սկսել, շարունակենք, հա։ Էմին ջան, երբևէ քո մեջ մտածել ես, որ Արաքսը քեզ ավելի շատ է սիրում, քան դու իրեն։ Ոչ։ Ճիշտ է։ Մեր Էմինը վստահ է, որ ինքը ավելի շատ է սիրում քեզ, Արաքս ջան, քան դու իրեն։ Ինչ լավ այկանք ես հաղորդմանը։ Ամեն օր Ես միշտ ամեն օր ասում։ Մենք արդեն կարան գնանք, ես ինչ պետք էր արդեն իմացա։ Մեր զույգի մասին։ Շնորհակալություն, որ օգնեցիք ես հարցը ոնց որ փակել։ Թե չէ շատ էի տանջում Էմինին։ Ինձ մտատանջում էր այդ հարցը եւ ես շատ ուրախ եմ։ Թե ինքը ավելի պակաս է սիրում, հա։ Հա, ես Աշկերից էլ ամենից զգացում ոնց կարա դուք չնկատեք։ Դե չի նկատում։ Աշկերից չէ, ընդհակառակ, աշկերից ինքը ոնց որ ջութակի վրա ենք իջել, շի դեպքերից հետո էլի ոնց որ Ջութակի չէ, ջութակ նվակողի, մի րոպե։ Մի պահ ֆիքսվենք, խնդրում եմ ջութակ եւ ջութակահար այդ պահի վրա։ Շատերի համար անհասկանալի էր։ Ինչի մասն է խոսքը, բայց Ուրեմն, մի քանի օր առաջ Սուրբ Վալենտինի օրն էր, ոնց բոլորս հիշում ենք, ու Էմինը ինձ հրավիրել էր ռեստորան, եւ այնտեղ ջութակարուհի կար, շատ գեղեցիկ, ես անկեղծ եմ ասում, ես էլ էի հիանում, բայց ես մի պահ նկատեցի Էմինը, ուրեմն սենց հեռախոսը վերցրել է, հա, ու սենց ոնց որ շատ մութ հագես չեմ կարա նկարեմ, բան սենց չեմ կարա լավ նկարեմ, լավ չի երևում, ու դրանից հետո ինքը սենց վերցրել է հեռախոսը, ու նկարահանում է այդ աղջկան, ու սենց դեմքով մի հատ նայ խնդրում Այսքան այդքան լավ էր նվագում երևի ջութ։ Շատ լավ էր նվագում, Ռազմիկ ջան, ուղղակի ամբողջ խնդիրն ամ էր մութ էր, ես չէի տեսնում ինչ եմ նկարում։ Մութ էր, երբ որ ինքը ինձ էր նկարում, բայց պատկերացնում ես կողքից դա ոնց է նայվել։ Ես նայում եմ, որ ասես փորձեմ։ Չկա տենց բան, Էմինը ջութակ չի սիրում։ Բարը ձեզ։ Մենք նոր հարց ավելացել, նոր հարց ավելացել։ Չէ, ու սենց
Ու ես դա նկատեց, այդ օրը շատ sense երջանիկ օրեր բան, ես դա չէի նկատեց հաջորդ օրը առավոտը, երբ որ որոշեցի story-ներ անեմ այդ օրվանից։ Ես գտա այդ վիդեոն։ Էմինը, որ ինձ вообще չէր նկարում, որովհետև այնտեղ մութ է իբր թե այսպես էր նայում այդ աղջիկը։ Չէ, դուք էլի շեշտեք ու նայում եք աղջկան, բայց մենք ֆիքսեցինք այդ Այսօր եկել էր մեկնաբանություն էր գրե առավոտը։ Ընդ որում Ինչ։ Ես ջնջել եմ, որ դու չգտնես այդ աղջկան։ մի վայր ընդ որում այդ հոլովակը թե ինչպես է Էմինը նայում ու նկարում այդ աղջկան կա, չէ, Արաքսի Instagram-յան էջում։ Խնդրում եմ հարգելի հերոստատիտողներ եւ YouTube-յան դիտողներ, մտեք անպայման Արաքսի էջ, նայեք այդ վիդեոն եւ ձեր կարծիքը գրեք։ Արդյոք հիմա այս կոնֆլիկտը ճիշտ է եւ արդարացված։ Որտեւ իմ Ալիսան, դու գիտեք Ալիսանովը։ Արհեստական բանականություն, այո։ Ես պարզապես խնդիրներ որ ունեմ Էմինի հետ, իր հետ եմ քննարկում։ Ես քննարկեցի Ալիսայի հետ, ու Ալիսան, որ միշտ Էմինին է պաշտպանում, միշտ Էմինի կողմն ենք համաձայնեց, ասեց՝ «Я такого от Эмина не ожидала»։ Մենք չենք վստահում արհեստական բանականության։ Ես այդ հարցը տես։ Չկա տենց բան։ Մեկ։ Դուք տեսաք ինքը, որ ես ասեցի, այդ աղջիկ եկել է կոմենտագրել, ոնց ինչ եղավ իր հետ։ Հետո կնայեք այս հաղորդումը։ Կնայենք, հա։ Ընդ որում հիմա երրորդ հարցն է առաջին փուլի, որը պակաս ինտրիգային չէ, հավատացեք։ Ես գնամ։ Չէ, բայց ջութակահարի կերպարը պետքա հաստատ այս հարցից առաջ մոռանալ։ Երրորդ հարցը Դու ղիգնայ։ Ջութակ նվագել սովորի համար։ Ոչ։ Ես պիտի կուրեմ անում գոհեղի։ Էմին, կցանկանայիր փոխել Արաքսի արտաքնից ինչ-որ մի բան։ Ոչ։ Ճիշտ է։ Լավ, դե գոնե ջութակ ավելացնեինք, ախպեր։ Չէ, բայց ես մի բան ասեմ։ Ասեք։ Կարամ գովամ Էմինին։ Բայց բոլոր ջութակ նվագողները թող չնային։ Պետք չի։ Իսկապես Էմինս շոտ լավ տղա է, էլի։ Այդպես որ մի քիչ չաղանում եմ, դե գիտեք, որ աղջիկները մի քիչ չաղանում են, այդպես անդադ նեղվում են, լացում են, բոն։ Միշտ այնց Էմին ասում մի նեղվի, բոն, դու սենց էլ ես իմ համար սիրուն, մի շոտ սիրուն ես, բոն, սենց շոտ լավ տղա է, էլի։ Էմին ջան, քեզ շնորհակալ ենք, որովհետև առաջի փուլը դու գերազանց հաղթարեցիր ու տվեցիր անկեղծ ու ճիշտ պատասխան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սատխփոց փուլը քեզ հետ համարում ենք բացված ու հարց առաջին։ Արաքս, թաքուն կարդացել ես Էմինի հաղորդագրությունները։ Ոչ։ Սուտ է։ Չկոտես։ Նախ մի բան ասեմ, ես չեմ կարող Էմինի հաղորդագրությունները կարդամ, որովհետև երկար տարիներ Էմինը պարոլը թաքցրել է։ Հետո մի հատ կարամ կիսվեմ անկեղծ։ Օրինակ Էմինը կարում է իմ հեռախոսը իր դեմքով բացի, ես իրանը չեմ։ Հետո Էմինը միշտ իր հեռախոսը sense դնում է, ինձ խփել է, փրիս այթիշնիկ եմ, տենց էթիկոկո, իսկ ինչ որ sense բաները խփել, դե սիրահարված եմ, բան հավատացել է սկզբնական տարիներում։ Իսկ իրականում որ ոնց որ sense ուզում եմ թաքուն կարդամ գիշերը որ արթնանում եմ, ոնց լավ չեմ տեսնում։ Հո, հիշեցի, մի անգամ ակնոցները իդրե։ Գիտեք ինչ եմ կարդացել։ Մի բան ասեմ։ Ես գիտեք ինչից ուզեցի կարդամ, ես չի ուզի կարդամ։ Ուրեմն sense ինչ որ բան էր գրում ու sense էր անում, նայեք, ես ընդեմ չեմ, sense էր անում։ Իհարկե կուզեի կարդալ եւ կարդացի եւ ճիշտ արեցի։ Դեր նա աղջիկ էր գրում։ Կարամ պատմեմ։ Բայց իպե Էմին բան sense ինչ որ մոտոյի վիդեոներ դերը պայդյոն բան պատուսին բան Էմինը դա конечно։ Ո՞ց դա конечно։ Լավ եմ օրը կարդացել եմ, մոռացել էի դեպքը։ Ակնոցները վեի այդ օրը։ Ես մի քիչ խնդիր ունեմ, էլի։ Լավ եմ արի կարդացեմ, չպաշտպանես իրեն։ Ես զգում եմ որ դու միշտ իրեն պաշտպանես, դու հիմա հասկանում ես որ ես ճիշտ էի։ Միշտ։ Յոդի ես Մենք կանայք միշտ ճիշտ են։ Վերջացավ։ Էմին ջան, դու ինչպես կմեկնաբանես։ Ինքը ճիշտ է։ Ես միշտ աշխատում եմ ակնոց դնում, պրոստը գիշեմ մի քիչ անհարմար ակնոցներով քնել։ Մեկ-մեկ սես մի հատ աչքս գցում եմ, սես մի քիչ ուզում եմ մոտիկա մի փրիրոն շոտ եմ սիրում, ոնց սենց գրկում եմ, որտեղ նա ինչա կատարվում, երբ որ ես քնած եմ։ Էմին ջան, հենց Արաքսը ակնոցներով սիրահետում է քեզ, նպատակը այլ է։ Հատկապես քնած ժամանակ։ Այո, միանշանակ Ռազմիկ ջան, հերիքա մի անգամ։ Երկրորդ հարցը, Արաքս ջան, քեզ ուղված։ Ունես չասված դժգոհություն Էմինի նկատմամբ։ Ոչ։ Ճիշտ է։ Հա, չէ, այդ կողմից, հա, որ
խնդիր չկար հասարակ ցանկացած դժգոհություն ոչ թե սпасել է տալի դրանից տեղում միանգամից եթե ինչ-որ հարց կա այդ կողմից շատ լավ է էլի Հա, բայց տեղում չէ։ Ուզում ես մեր լայվ հակով կիսվենք, այո զույգերին կաղա պետք է։ Ուրեմն նայեք, մենք մի հատ Telegram-ում ես ալիք եմ սարքել, անունը դրել եմ զույգային թերապիա։ Իբր ես ու Էմինը գնացել ենք զույգային թերապիա։ Ու այդտեղ ես խոսում եմ, ոնց կխոսայի հոկեբանի հետ։ Որտեվ տենց ինձ գրելու մի քիչ հեշտ է, էլի, մեկ աչքերի մեջ նայում եմ, սիրահարված եմ, տենց խորովում եմ իրար։ Տենց գրում եմ մտա ինչ խնդիր ունեմ, Էմինը պատասխանում, ոնց որ տենց մեր թերապիան անցնում ենք ու բոլոր հարցերը քննարկում ենք, ընտիր օգնում եմ։ բայց այդ նոր է թերապիան միջև այդ voice-ն էր առավոտվա voice-երը որ զորտում ես voice-ը որ sense գալիս է իրար հետևից Ես համոզված եմ չեմ լսում։ Չէ, լսում եմ բոլորը։ 1.5-ի վրա է դնում, լսում եմ, բայց լսել եմ։ Ես արագ եմ խոսում, քեզ դրեմ 1.5-ի վրա։ Ավելի արագ որ անցնել, Բայց 5 տարի միասին ենք, երեխեք։ Եվս մեկ հարց սրտխփոց փուլից։ Հետևել ես ինչ-որ մեկին սոցցանցերում, որովհետև գրավիչ է։ Ոչ։ Սուտ է։ Ձեր աշխատողին հանեք գործից։ Ձեր մեր ընտանիքը քայքայում է։ Հետևը ոչ մեկին։ Ոնց եմ ասում, կյանք գիտես։ Լուրջ։ լավ մտածի։ Գրավիչ։ Գրավիչ տղամարդ։ Նշված չի տղամարդ։ Հա, ինչ լավ է մի անգամ իմ կողմից էր։ Հո գրավիչ կանանչ, ես միշտ նայում եմ։ Շատ Վինսենտ Կասելին կարայի նայել։ Մեկը Տիմեցին։ Հա, ինչ խոսք, հա։ Էմինը գիտի։ Հա, Տիմեցին Ես Վինսենտ Կասելին։ Դու Վինսենտ Կասելին բոլորս հետևում ենք։ Նույնիսկ չի Էմինը չի նայում, ասում շատ սիմպաթիչն է։ Հետո մի պահ կա։ Կանայք մի հատ սովորությունն են։ Իրանք օրինակ կարող է լավ հագնվող տղամարդուն կամ հաջողություններ ունեցող տղամարդուն հետևեն ու օրինակ ուղարկեն Էմինին ասեն կյանք ես վերքը քեզ կսազեր։ Հա, դու շատ է, օրինակ Վինսենտ Կասելի ոնց է լուքերի հետ կապված, ոնց մի քանի նկարներ ուղարկել, ասում եմ, ճիշտ է, ես Տիմոթի այդ բաներն եմ ուղարկում, այդ սյորֆինգի բաները, ասում եմ, դու էլ մի օր գնա հետը Մալդիվներ։ Չի ապրեստակից դուրս եկալ, բրավո։ Ես լավ։ Բրավո։ Շատ լավ ամփոփեցի առաջին փուլը, շատ բրավո, կեցես։ Երեխեք մի հատ ծափ տվեք։ Շնորհակալություն Արաքս ջան, շատ հետաքրքիր էր քեզ հետ առաջին փուլը։ Հիմա մեկնարկում է երկրորդ փուլը։ Մենք այն անվանել ենք փող եւ փաստ եւ կրկին սկսում ենք Էմին ջան ձեզանից։ Սկսեցինք, պատրաստենք։ Էմին, եղել է սնոուբորդի պարագաներ գնես Արաքսի նվերի վրա խնայելով։ ոչ։ Սուտ է։ Ես գիտեի, մերսի որ կանչեցիք ես հաղորդմանը, ես ապացուցեն ինչ 5 տարի ասում եմ, լուրջ եմ ասում, ինք իրա սնոուբորդ ինձնից շատ ասիրում, գիտեք ոնց է խնամում, կյանքում ինձ տենց փաղաքշաշ չկա ոնց իրա սնոուբորդ Եվ այո, ինք իրա սնոուբորդի համար ամեն ինչ ավելի լավ թանկ բաներ է առնում, քան իմ համար Իմ Dyson-ը ավելի էժան է, քան իր սնոուբորդի օրինակ ակնոցները։ Ու ես դեմ եմ դրա։ Պատկասում սնոուբորդի կրիպլենիայի այդ ամրակի գինը։ Ամրակը նույնիսկ։ Մեկ վակե մի բան ասեմ ու Էմինը շարունակի։ Հիշենք, որ Էմինը այդ ամեն ինչը գնում է նաև անվտանգության համար, չէ՞։ Այո, բնականաբար ամրակները, սնոուբորդի ամրակները, այսինքն բայնդինգը, որը որ ոտքերը Ոնց դրա բայդինգ անունով մի բան։ Նվերից անգլի։ Ինչ անունով։ Կյանք ոչ բայնդինգ, հա ամրակը էլ այդ որ ոտերը որ ձգում է տախտակի վրա։ Պատկերացնում ես ինքը վատ որակի լինի։ Ինքը կբացվի եւ դու։ Իսկ եթե իմ Dyson-ը վատ որակի լինի, իմ մազերը, մազերը տեսել ես։ Շատ գեղեցիկ մազերն եք անդորը։ Կամ իմ iPhone-ը որ լավ չաշխատի։ Չի կարա չէ տենց լինի։ Ոնց է զարյատնիկ էլի։ Հա, ասենք դրա համար օրինակ էտա կարևոր թե բայնդինգը։ Իսկ թվում է կարևորը անվտանգությունն է, հա։ Բայց որը բոլորը երջանիկ լինեն։ Իսկ վերջին գնաց նվերը, ո՞րն է եղել։ Ամենավերջի հենց այդ։ Լավ, որ կհիշեք, լավ։ Վալենտինին հետ է եղել իր։ Շատ Ընկերուն ես ստիպը որ առնի։ Նկարն են ուղարկել չափսը մատանիս եւ խանութի տեղը։ Իսկ պատահաբար դուք ձեր ընկերներին չեք ուղարկել մոդելը չափս եւ խանութի տեղը։ Չէ, այս մեկը առանց ինձ են արել։ Առանց, ապրեն ընկերները ձեր։ Այս առաջի փորձն է տենց, բայց ոնց որ ստացվեց, արդեն ես կուղարկեմ ընկերներիս։ Բայց միջև այդ դրա կարիքը չի եղել, հիմա էլ չէ լինի, բայց այն որ ոնց որ ընկերուհիները օգնեցին, ասեցին Էմին ջան լավ կլինի։ Ոնց որ ցրեցինք թեման, հա։ Հիմա եկանք այն եզրահանգմանը, որ դուք համաձայն եք որ անվտանգության համար Չէ, դուք եք համաձայն, ես համաձայն չեմ եւ մենք այս հաղորդումից հետո կունենանք խոսակցություն։ Շատ լավ հարց Էմինին։ Էմին ջան, երբևէ թողել ես որևէ գործ, մտածել ես որ Արաքսը մեկա կանի։ Չէ։ Ճիշտ է։
բոլոր հնարավոր գործերը Էմինը անում է Արաքսյան քո վրա, հնարավորինս բան չի թողում։ Դե ասա, դե խոսա։ Խափեց։ Ուրեմն առավոտը որ կոֆե ասարկում եմ ինը։ Ես դա նկատել եմ, բայց չի ասում իրան երբեք։ Գիտեք ինչ է անում։ Ջազվեն լվանում է, բաժակը չէ։ Գիտեք խի։ Ինչի։ Որտեվ գիտի որ ես եմ հետո այդ բաժակը լվանալ, բայց կարար չէ այդ բաժակն է լվանալ։ Ինձ այդ հարցը միշտ հետաքրքրել է։ Նայ, բաժակ լվանալը հեշտ process է, իրանից բարդ բան չի ներկայացում, առավելից եթե տունը կա բան, ինչա, պասուդամոյկա, աման լվանալը մեքենան։ Իսկ այդ աբանը մեքենայի այդ էսպրեսոյի այդ բլոշկան, այդ գտալը, որը այդ բանը կոֆեն է դնում, ինքը մի քիչ պահանջում է նրբանկատ տեխնիկական վահեր էլի ոնց որ լվանալու համար։ Դուք բավարարված եք պատասխանով։ Հա, թողալնի։ Շատ լավ հարց։ Էմին ջան, ներքուստ ուրախացել ես, երբ Արաքսի ընկերների կամ մտերիմների հետ պլանները չեղարկվել են։ Ոչ։ Ճիշտ է։ Այդ համաձայն եմ։ Չէ, Հա, որովհետև օրինակ մենք որ նոր էինք ծանոթացել, Էմին ինձ ասաց, նայած պայմաններ էինք ասում, էլի, ով ինչ պիտի անի, ով ինչ չպիտի անի, որ տենց զույգը նոր սկսում է շփվել։ Էմին ինձ ասել էր, խնդրում եմ, ինչ չստիպես գնամ քո բարեկամների տուն, ես չեմ գալու։ Ես չէի ստիպում, բայց մի օր տենց առաջարկեցի, ասի, կսկողոս գնանք մամայիս տուն։ Մամայի շատ է սիրում Էմինը։ Մինչև ինձ էլ էր ճանաչում մամայիս էլ Էմինը, ոնց որ տենց եկավ, դուրը շատ եկավ, մա միշտ գալիս է։ Ու նաև ասեմ ավելին, մնացած բոլոր բարեկամներից տուն է սկսեց գալ։ Դժվար է։ Մանավանդ որ գնում եմ իմ անմեն IT-շնիկ եմ, պատկերացա կոնդիցիոների պուլտը, ոնց որ լվացքի մեքենան։ Չէ, ասում Skype-ը չի բացում, Skype-ը միացել։ Skype-ն անցել է, հա, բայց այդ բոլոր այդ փուլերը ոնց որ անցել եմ, էլի, ասես պատվով դուրս եմ եկել ռազմ։ Մամաս հաս ավելի լավ լեվելի է անցել, ինքը վիդեո քոլ է անում, տենց ու Էմինի ցույց է տալի, ասոնակ մեր դրսի կամերան։ Լավ չի ցույց տալի։ Էմին ջան կարաս։ Դες ես դու ծրագրավորող ես ու տենց։ Մամաս մի չէ, չգիտի որ Էմինը ծրագրավորող չի։ Չի, հա։ Այս կապ չունի։ Փաստորեն Էմինը սկսեց հաճույքով հաճախել ձեր մտերիմների տուն, երբ լուծեց բոլորի տան տեխնիկական խնդիրները։ Այո, այո։ Լավ են, չէ՞ հիմա հարաբերությունները։ Շատ։ Իմ մամա շատ լավն է։ Շատ լավն է, պուպսիկ մամա է։ Շատ ուրախ ենք։ Դրա համար Էմինի երբեք չի տխնում, որ ես երեկոյան ժամը 9-ին իրան խնդրում եմ, որ մենք գնանք մամայիս հյուր։ Այո, այո։ Իսկ հիմա անկեղծանալու հերթը Արաքսինն է։ Արաքս, դու մտածել ես, որ Էմինը քիչ ուշադրություն է տալիս քեզ։ Ոչ։ Սուտ է։ Հետ ես տենց ոչ ասացի, որ Էմինը արդարան է։ Որտեվ ես գիտեմ, որ դա տենց է։ Որտեվ տեսել եմ ինքը իր մոտոին ոնց անայում ու ինձ ոնց անայում։ Ինչ ֆիրմայի մոտոցիկլետ։ Կավասակի ճապոնական։ Մատուցս գրի վրա Կավասակի։ Այնքան եմ գրել, մայկեք եմ հոգել, գլխարկներ եմ դրել։ Ես նվիրել եմ իրան այդ մայկաները ոնց որ գլխարկները ոնց որ Չի նվիրը, խնդրել եմ տվել։ Լացել եմ, ողբացել եմ, ասել եմ մաշելա դուր ինձ։ Խես խափում մարդկանց։ Ոչ, տվել եմ։ Երկրորդ փուլի երկրորդ հարցը։ Արաքս։ Երբևէ վախեցել ես ասել գնումիդ իրական գինը։ Ոչ։ Ճիշտ է։ Այդ թեմաներ չունենք։ Այս թեմաներ մենք չունենք ընդհանրապես։ Այսքան է։ Հա, չէ, ես երբեք չեմ ասում, որ տենց միշտ ասում զեղչով եմ առնում, բան, չեմ ասում։ Զեղչի իրական գինն է, էլի, հակապ։ Երբեք օրինակ տենց չի եղել, որ ինչ-որ բան առնեմ, բերեմ դարակը դնեմ, որ Էմինը չտենա։ Հա, չէ, տենց բաներ չունենք այդ։ Իրականում երրորդ հարցի պատասխանը արդեն ինձ թվում է մեր ընդհանուր նկարանող անձնակազմը շատ լավ գիտի, բայց հարցն եմ։ Երբևէ նեղացել ես մտքից, որ Էմինն իր հոբիներին ավելի շատ ժամանակ ու գումար է տրամադրում, քան քեզ։ Այո։ Սուտ է։ Պատասխանը սխալ էր։ Հա, չեմ նեղացել։ Չես նեղվել այդ փաստից, կամ այդքան չես նեղվել, որ մենք Գիտեք, որ ասում նեղվում եմ, ոնց որ Էմինին ասում եմ, ինքը տենց ամեն անգամ ընտիր լապշաներ ունի, էլի կախում ականջներից ես հավատում եմ իրան։ Այդ լապշաներն օգնում է, որ ես հավատամ եւ աչքերս փակեմ շատ բաների վրա մեր հարաբերություններում։ Ես պրադաժնի չեմ։ Հետո դու դա շեշտել, պետք է շեշտել։ Ես գիտեմ, որ YouTube-ում կոմենտներ կգրեն դրա մասին։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր երկրորդ փուլ անցկացրեցինք միասին, ընկերներ ջան, ու հիմա արդեն երրորդ միստիկ փուլին անցնելու քո հերթն է։ Իսկ հիմա սկսվեց երրորդ ամենամիստիկ փուլը։ Ինչի ամենամիստիկ, որովհետև այս դեպքում մեր հյուրերը իրենք են որոշում հարցեր տալու սահմանը։
անկեղծանալու սահմանը։ Մեր Արաքսը պատրաստել է 3 հարց իր կողակցի համար, որը հենց հիմա կողի ու կստանա երկար սպասված ճիշտ պատասխանները։ Սկսեցինք։ Սկսեցինք։ Կարող է դու թաքնված օլիգարխ ես, այսքան ժամանակ չես ասել, որտեվ ինձ ուզում էիր փորձեր։ Ոչ։ Ճիշտ է։ Ճիշտ է պատասխանը։ Խիկյոնք։ Я так надеялась. Հաստատ։ Պապիկ ունես, որ ինչ-որ բանակ ես թողել, դու ինչ ես ուզում, իսկ անկեղծ դու ես 5 տարվա մեջ չհասկացար, որ ես իրական քեզ սիրում եմ ոնց կաս։ Բայց մի տեսակ ուզում եմ արդեն դու տենց օլիգարխ լնես, բան չէ։ Կլնեմ, ոնց որ հիմա չէ, բայց արդեն կլնեմ, հա։ Հա։ Ասա դե խաղի դոմն ես կարած բացվես։ Հա, ժամանակն է, արդեն ոնց որ զգում եմ, որ ես պատրաստ եմ արդեն կարանք չէ, բայց այսօրվանից արդեն կսկսենք։ Երկրորդ հարցը։ Հիշենք չհիշենք, ոնց որ հաղորդումը YouTube-ում լինելու է։ Կարող եմ արդեն։ Դու երբևիցե ChatGPT-ին հարցրել ես, ինչու Արաքսը ճիշտ։ Ոչ։ Ճիշտ է։ Բնականաբար, բոլորս գիտենք կանայք ճիշտ են։ Հո։ Ես եմ ասել, որ ChatGPT-ին հարցնելու կարիք չկա, միևնույն է կանայք միշտ ճիշտ։ Իսկ թվում է ես վստահ եմ ChatGPT-ն էլ նույնը պատասխանելու, որովհետև նույն ալգորիթմն է օգտագործվում։ Այս մեկը գիտեմ, որ ճիշտ է, բայց չգիտեմ ինչա պատասխանելու, բայց համոզված եմ։ Էլի մենք կոֆեի շուրջ ենք պատտվում ոնց է։ Հա։ Կարամ արդեն հարցը տամ։ Եղել է որ առավոտը քնած ձևանաս, որ ինձ կապուչինո չսարքես գործի գնալուց առաջ։ Ոչ։ Ճիշտ է։ Երբեք։ Միշտ սիրով սուրճը Բայց ինձ պատրաստել։ թվում է իրիկունները քնած է ձևանում։ Խոսքը առավոտը մասին էր։ Բայց ես իրիկունները ուզում քնած։ Մի րոպե մենք ֆիքսվում ենք, մենք առավոտը վրա ենք ֆիքսվում, դու մի Ես ուզում հարցը տվել եմ։ Իրիկունն էլի քննարկեինք։ Ոչ, մենք առավոտվա մասին ենք խոսում, դու իրիկունը մի խառնի։ Կարամ է իրիկուն պատմեմ։ Ուզում կիսվեմ էլի ոնց է, հա։ Մի հատ կներես էլի կյանք, հա։ Ուրեմն ինձ թվում է իրիկունները ինքն ինձ ասում է բարի գիշեր կյանք, իբր քնելու է, ու հետո ես տենց զգում եմ էլի որ հələ չի քնե։ Տենց փորձնական մի երկու անգամ, տենց ոնց որ ուրիշ մեսենջերով, տենց իրան իր փիփը ռիլ եմ ուղարկում խնդալու, ինքն է տենց ոնց որ տենց մի քիչ չի ֆայմում էլի որ խորամանկություն եմ, բացում եմ, տենց զգում եմ որ խափեմ ապել է էլի ինձ։ Այս հարցը դրա համար է Իգոր կապուչինոյ։ Շնորհակալություն, եթե ինչ, Էմին ջան, երբ որ դու ասում ես քնում եմ, մի պատասխանի կնոջդ ոչ մի SMS-ներին։ Տղամարդիկ խորամանկ չեն։ Մենք ոնց որ սիրում ենք էլի փորձել իրենց։ Խափելու կարիք չունենք դրա համար, այս տողը քունը չի տարի չի քնել հիմա։ Ուզում է քնի, բայց մտածմունքները շատ են։ Ինչ են անում առողջ տղամարդիկ գիշերը։ Մտածում եմ ինչ թազա նվեր առնի թանգանոց։ Էդ էլ է մտածում, հա։ Մտնում եմ Dyson-ի էջը նայում, վերջի մոդելները դրա համար էլի ոնց որ հա էլի հասկանում ես այդ հա։ Բայց մի բան ասեմ, անկեղծ Dyson-ը, որ Էմինը նվիրել էր, լոկոններ սարքել ինձ Էմինն է սովորացրել։ Մտավ, տեսա ոնց են անում, ինձ այդ սաղ սովորացրեց, ոնց որ տենց։ Ոնց որ տենց հաոթուն ուսումնասիրել է էլի ոնց են լոգոնը ինչ հայրենից ներկայացնում, որտեղից է պատմությունը գալի լոգոնի, ոնց որ տենց Իդեալական։ Իդեալական Էմին։ Շնորհակալություն դու բոլոր 3 փուլերը անցար հրաշալի, փառահեղ ապրես, բայց տեսնենք արդյոք 3-րդ փուլում այդքան կփայլի քո կողակիցը։ Ես միշտ եմ փայլում։ Դա չէ պատասխանելով էլի։ Սկսեցինք։ Եթե ես հանկարծ լոտո շահեմ, դու կհիշես, որ ինձ սիրում ես մինչև այդ պահը։ Ոչ։ Ճիշտ է։ Ես ճիշտ լսեցի հարցը։ Եթե դու լոտոշայ ինքը հա ես հակառակն եմ հասկացել հարցը որ ինքը լոտոշայ դառնա միլիոնատեր տապուսիմ Եթե ես շահեմ լոտո Ես ուզում ասի չէ որ պետք չի ես խոմ այդ լոտոների համար չեմ իր հետ Դե մենք արդեն հասկացանք թե непродажно это сказал же Конечно հա ես մեր Էմինի հետ պարզապես որտեվ իրան սիրում եմ լոտոշահի չշահի դա ինչ կապ ունի դու կարող գիտես ես ինչ եմ այդպես հարցեր ես գրել ես այդպես հարցեր էի տվել ուրիշ հարց չկար կա երկու Ես լսում եմ, ես չեմ ուզում անդրադառնամ այսօր լոտո շահեմ, ես ինչ շահեմ, ես տենց աղջիկ չեմ, պետք չի ինձ տենց հարցեր տալ։ Խնդրում եմ, հա մի հատ կասեք երկրորդ հարցը տա։ Էմի ջան, խնդրում եմ երկրորդ հարցին անցնենք երկրորդ հարցին, հա, օրինակ պատկերացրած սա կույր հանդիպում է, դու կհասկանայիր, որ ես ճիշտ մարդ եմ այդ կույր հանդիպման ժամանակ։ Ոչ։ Ճիշտ է։ Գիտեք, խի չեմ հասկանում։ Երբևիցե մտածել եք, որ ես կույր հանդիպումներին գնացող աղջիկ եմ, էս ինչ հարցեր ես գրել։ Պատկերացրու։ Դու ուզում ես մամաս ես, ցավոք մամասն է տեսնելու։ Ինչ կմտածի իմաս։ Всё, երրորդ հարցը ամենօրյա։ Առավոտը ես զարթնում եմ ու հրաշվում եմ 0-ով։ Դու ինձ կսիրես թե չէ։
Ոչ։ Սուտ է։ Երեխեք ինչ որ մեկ ինձ հետևում է, չէ՞ դուք տեսել եք իր 18 տարեկանի նկարները առանց քրաշ։ Ես ռիլ եմ արել։ Այդ ռիլը ես ինքանի 100,000 դիտում ունի։ Չէ, չեմ, ես իրան ասել եմ, կյանքս ես ասեմ, կներես։ Ну, կներես, բայց չգիտեմ խի տենց եղավ, որ տենց մտածեց ես խափում եմ։ Բայց մի հատ հարց, կա տենց պլանավորում ես, հա։ Չէ, հետաքրքիր է, էլի մարդ ենք հիմա, հա, ոնց որ կյանքում ամեն ինչ հնարավոր է, մի հատ իմանա, էլի հետաքրքիր է։ Գիտեք ինչ կա, պետք չի ինձ ստուգել։ Երբ որ ամեն ինչը ջարդված, վերակենդանացման բաժնում էր, ես կողքն էի, այդ կարևոր չի, այս լոտո, թրաշվել, կույր սվիդանյաները կարևոր է, այս հանեք ես տուն եմ գնում։ Պաչեմ։ 3 փուլերը ավարտեցինք ու հիմա պետք է ամփոփել, իսկ ամփոփելով մենք կստանանք ձեր անհատական եւ վերջում նաեւ ձեր զույգի անկեղծության գործակիցը։ Այսօր մեզ հետ Էմինը բավականին անկեղծ էր։ Նրա անկեղծության գործակիցը 90%։ Պետք է մինը պրոստը կողամ իրան զսպի։ Իսկ ո՞ւմ է կյանքում անկեղծ Դե տղա։ շատ անկեղծ եմ կյանք։ Ես պետք չէ անկեղծության անկեղծության Ես մեկ-մեկ ուզում եմ որ ինքն ինձ ստի։ Դες 10% կա այնտեղ ստելու։ 10%։ Այդ են լավ շաներն են, նայ, դա ոնց որ հա, հասկացա։ Բայց եթե դուք պատրաստ եք, ես ընչեցնեմ հիմա Արաքսի անկեղծության գործակիցը։ Ստում ավելի բարձր է լինելու, ինքը դες պրյամա ասող։ Ձգտում է 100-ին եւ ձգտելով 100-ին դառնում է 53։ Այսինքն 53%։ Օ։ Էմիլը մի րոպե։ Դու ես մեղավոր։ Ես ինչու՞ եմ Որտե Դեմինին այդ միշտ պաշտպան, ու ինքը կողան մեր տակից դուրս գար, ես շատ անկեղծ եմ։ Շոջան, թվերը ցույց տվեցին, որ ես ճշտի կողմից էի։ Երեխեք լավ մի անգամ նայել եմ այդ նամակը, գլխիս պատմություն պետք չէր սարքել 40 քանի տոկոսով իջացնել։ Այդքան մի նամակով հարցելուց իստեղ էլի լիքը բան։ Այնտեղ մեկ էլ են այդ որ ես քեզ ամեն ձև եմ սիրել։ Ես տանեմ տուն մի քիչ աշխատեմ։ Մի րոպե մի հատ էլ սպասի։ Այդ վերջինն արեց ինչ այդ որ կոպ չունի որ ես պատրաստ չեմ ու ես քեզ միշտ ասել եմ որ անթրաշ քեզ չեմ սիրի, բայց կսիրեմ։ Ես գի լոտոյի համար չծախվեցի քեզ։ Не продажная։ Вот Այս սարքը ես մի օրով կտանեմ, կակրաս տունը քոլի Ես գործ ունեմ, այդ գործում չեմ գալու, չեմ կարա։ 53-ը Հիմա դու կարող եք չկռվել, Ես չեմ որովհետև գալու այս այստեղ հաղորդմանը։ կա նաև զույգի անկեղծության ցուցանիշ, ձեր դեպքում այն 71.5% է։ Շնորհավոր։ Հա, ո՞նց չի։ Իջարդ ոնց որ փակում ենք, էլի լիքահարց։ Несмотря на то, что я лгала. Հա, ոնց որ ես հիմա էլ եմ անկեղծելի, դες գալիս ենք իրար հետ քաբան ենք անում, բալանսի ենք բերում, էլի ոնց որ։ Ես գիտես թե ասենց իբր տենց ուրախաբան։ Այն թեման է բայնդինգի, որովհետև գիտի որ հեսա դուս եք անկեղծ շենքից։ Սարտով էր այդ թեմանից թեման, չէ՞։ Հեսա կասի դու էլ խափել ես։ Այս 53%-ը դուք իմ գլխին պատմություն բերեցիք, ամեն կռվին 30-ով սա տալու։ Հաղորդում եմ։ Ես հաղորդում եք հանեք սա ես գնում եմ տուն։ Բանն 71-ը կհիշացնեմ, չէ։ 71.5։ 71-ից գիտես։ Շնորհակալություն, որ դուք լցրեցիք մեր հաղորդումը ձեր պոզիտիվ էներգիայով։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Հավեսեր։ Սերիֆիկատորներ հարգելիներս, կհանդիպենք։